Մենք էական ներդրում ենք կատարել նաև կապիտալ շինարարության ոլորտում։ Ես մի քանի թիվ կհնչեցնեմ, որոնք շատ խոսուն են։ Մասնավորապես կանդրադառնամ կապիտալ ծախսերին 2018 թվականին։ Կապիտալ ծախսերը 2018 թվականին կազմել են շուրջ 17 միլիարդ 718 միլիոն դրամ եւ խոսեմ 2025 թվականին։ 2025 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը կազմել են ուշադրություն 57 միլիարդ 702 միլիոն 154 հազար դրամ։ Սա իհարկե ապահովում է եւ ամրաշինական կառույցների շինարարությունը եւ զորանոցային ֆոնդի շինարարությունը եւ իհարկե նաեւ կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում նաեւ վերանորոգումները եւ մեղմ ասած սա նույնպես խոսուն է թվերի համատեքստում։ Շատ է խոսվում նոր համազգեստի անցման մասին, այդ թվում նաեւ քննադատություններն են հանրային տիրույթում, ընդդիմադիր գործիչների կողմից, հարգելի գործընկերներ, կարծում եմ այս հարցը որոշակի պարզաբանման կարիք ունի։ Ես բազմիցս հնչեցրել եմ, որ մենք տարեվերջին կունենանք, դեռևս 2025 թվականին եմ հնչեցրել, կունենանք նմուշները եւ ըստ էության մենք այդ նմուշները ունեցել ենք, բայց թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ մենք կատարել ենք ամբողջական գնում։ Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել։ Սա ի գիտություն նաեւ տեղական արտադրամասերի, ընկերությունների, ում մոտ այս թյուր կարծիքը ստեղծվել է նաեւ գուցե արհեստականորեն։ Ամերիկյան Միլկելն ընկերության հետ մեր պայմանագիրը ենթադրում է, որ նրանք մեզ պիտի ներկայացնեն փորձանմուշներ, դրա համար նաեւ տեխնիկական նկարագրեր եւ այսպես կոչված լեկալներ։ Բայց սա ենթադրում է, որ այն զուգահեռ պիտի ունենա որոշակի խմբականակ փորձանմուշներ, որը այս փուլում արդեն զինված ուժերում անցնում է զորային փորձարկում, որից հետո 26 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները, բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպիսին պիտի լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է։ Մենք հստակեցնում ենք նաև այս փուլում առաջիկա 1 ամսվա ընթացքում մենք կունենանք նաև ամենօրյա համազգեստի եւ տոնական համազգեստի նմուշները որոշակի խմբականակով, դա նույնպես կանցնի իր փորձարկման փուլը եւ 26 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա։ Կարծում եմ այսքանով այս հարցի շուրջ քննարկումները եւ շահարկումները պիտի ավարտենք։ Կարևոր բարեփոխում եմ համարում 18-ից 20 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կանանց ներգրավումը բանակում։ Պիտի նշեմ, որ այս փուլում չնայած նախկինում եղած շահագրգիռ հայտարարություններին, մեղմ ասած տեմպը ինձ համար գոնե գոհացուցիչ չէ, բայց ասել, որ ծրագիրը արդյունք չի տվել, այդպես չէ, որովհետև արդեն իսկ բազմաթիվ իգական սեռի ներկայացուցիչներ եւ ժամկետային պարտադիր զինծառայություն են անցնում զինված ուժերում եւ նրանց զգալի մասը մոտավորապես 70%-ը հետագայում զինված ուժերում իր ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում ու հիմնական մասը սպա է դառնում։ Սա կարևոր եմ համարում եւ նաեւ վերաբերում է այս եւ հաջորդ զորակոչերին եւ նաեւ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, իգական սեռի ներկայացուցիչներին, նրանց ծնողներին, ինչու եմ շեշտադրումը դնում նաեւ ծնողների վրա, որովհետեւ այստեղ մեր մոտ կա պատկերացումների, մենտալիտետի, ավանդույթների, այսպես ասած, բախում ծրագրի կամ աղջիկների ցանկության հետ։ Եվ կարծում եմ մենք այս խնդիրը պիտի հաղթահարենք համատեղ ուժերով, այդ թվում նաև հետևողական աշխատանքի եւ հունվար ամսվա ընթացքում ես հրավիրում եմ մեր լրագրող գործընկերներին այցելել կանանց գումարտակ, լուսաբանել, այդ թվում նաև կենսապահովման միջոցները, բնակապահովման միջոցները ինչպիսին են, որպեսզի մարդիկ ավելի հանգիստ լինեն իրենց
քույրերին, դուստրերին զինվորական ծառայության ուղարկելու կամ թույլատրելու, չնայած խոսքը վերաբերում է չափահաս մարդկանց։ Եվ պիտի նշեմ, որ այս ծրագիրը նաև թույլ է տալիս, որպեսզի մեր սիրելի կանայք եւ աղջիկները կարողանան մասնակցել նաև պաշտպան հայրենիաց ծրագրին, այսինքն 6 ամսյա ծառայությունից հետո նրանք կարող են շարունակել իրենց ծառայությունը, պայմանագրային կամ պրոֆեսիոնալ ծառայությունը, նաև որպես պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուներ։ Շատ եմ կարևորում ատեստավորման գործընթացը, որը 2025 թվականին շարունակվել է։ Սա մի ծրագիր է, որի մասին արդեն ըստ էության բոլորը գիտեն, բայց մանրամասներին գուցե ոչ բոլորն են տիրապետում։ Սրա արդյունքում ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց գոյություն ունեցող աշխատավարձին ավելացնել 205-ից 470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է եւ մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին, նաև զինծառայողների մոտիվացիայի եւ վերաբերմունքի մասին է, որը փոփոխության է ենթարկվել էապես։ Կարող եմ նշել, որ ներդրման պահից մինչև հիմա շեմը հաղթահարել է, այսինքն մասնակիցներից 73%-ը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Սա էական արդյունք եմ համարում, եթե հաշվենք, որ սկզբնական տարում այդ թիվը էապես մի քանի անգամ ավելի պակաս էր։ Մեծ ուշադրություն է դարձվում եւ 25 թվականին շարունակել է ուշադրություն դարձվել զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ։ Այստեղ նույնպես արձանագրել ենք էական առաջընթաց։ Գիտեք, որ 2020 թվականից գործում է սպայական եւ ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների հիպոթեկային վարկավորման ծրագիրը։ Սրա շրջանակներում 2170 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան կամ բնակելի տուն, որի համար հատկացվել է 8 միլիարդ 684 միլիոն դրամ։ 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2022-ից 25 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային ապահովում ունեցող կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների, զոհված մահացած եւ զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության համար ծախսվել է շուրջ 8 միլիարդ 174 միլիոն դրամ։ Խոսքը վերաբերում է շուրջ 630 շահառուի։